Տիկին Ավանեսյան, տեսեք, փաստացիորեն դուք ինչ ասեցիք նոր, ասում եք ըստ էության փաթեթը կա, որի հիման վրա դուք արել եք նախնական հաշվարկները, բայց դա չեք ներկայացնում, որովհետև դուք մոտավոր բաներ չեք կարող ձեզ թույլ տալ անել, ձեր բառերն եմ ասում։ Ստացվում է, որ դուք հետ պատտեք, լսեք ձեզ, դուք ասեցիք մոտավոր բաներ չենք կարող անել։ Այսինքն կա հստակ հաշվարկ, հստակ թվաբան։ Գյուղեղան ջան, մոտավոր բաները վերաբերում էր, որ դուք ասում եք, այդ քանի հոգի են լինում 63-ից 65 տարեկանները։ Ես այդ եմ ասում, դա մոտավորը դրան էր վերաբերում, փաթեթին չէր վերաբերում։ Ուրեմն, հիմա, եթե այդ ծառայությունների ցանկը, այդ փաթեթը կա, ինչի՞ չեք նախագիծը ներկայացնում падգամավորին, որպեսզի падգամավորը մոտավորապես չպատկերացնի ինչ է լինելու փաթեթում կողմ քվեարկի, հետո նոր սպասի, այսինքն դուք կառավարություն եկել եք ազգային ժողով հաստատելու մի բան, որի տակ հիմքը հաշվարկը թվային հիմնավորումը չեք դրել եւ ասում եք, որ եկեք դուք մեզ ասեք այո արեք, մենք այո ես մեր արածը բերենք ձեզ ներկայացնենք։ Այս մեկ, սպասեք։ Չէ, մի րոպե ես արձագանք եմ, էլի, որովհետեւ կկորի ձեր ասածը։ Հարգելի գործընկերներ, ես լուր լսում եմ ձեր երկխոսը։ Ես հասկանում եմ, որ գայթակղիչ նախագիծ է եւ այսպես շատ բուրըն քննարկում է պահանջում, բայց ես ոչ այնքան գայթակղիչ, ինչքան շատ կարեւոր մեր հանրության համար եւ բոլորին խնդրում եմ խոսել հերթականությամբ եւ զիջել միմյանց հարցը տվեք պատասխանել լսեք։ Ուրեմն փաստացիորեն տեսեք նորից 100,000 մոտավորապես դերասած թվերով, հա 63-ից 65-ի տարբերությամբ 100,000-ի մասին։ Ես կխնդրեի մինչև առաջին ընթերցում ներկայացնեք այդ տարբերությունը ինչքան է 63-ից 65-ը ոչ մոտավոր այլ հստակ, նրանցից որքանն են, որ արդեն աշխատող են եւ 200,000 ավելի մեջ մտնում են, նրանցից որքանն է, որ մյուս սոցիալական խմբերի մեջ կարող են արդեն օգտվել այդ փաթեթից եւ ինչքան էր պետք, ինչքան կարելի էր ավելացնել, ասենք այդ 10,800-ը դարձնել 11,000, որովհետեւ նախնական տարբերակում դուք միջակայքը շատ ավելի լայն եք դրել 10,000-ից 13,000, այսինքն եթե 200,000 տարբերությունը 200,000 ավելացնենք, ինչ կլիներ, հասկանալի է, ես ուզում եմ այդ հստակ թվերը ասել եւ մենք հասկանանք իմաստ ունի օրենքի մեջ այդ փոփոխությունը անել 63-ից սկսած բոլոր թոշակառուների, թե իսկապես մեծ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Սա այդ մասին։ Հաջորդը դուք տեսեք նոր ներկայացնում եք, ասում եք մենք ցանկը հստակ ասել ենք քանի անգամ այն հիվանդությունները, որոնք մահացության հասցնողները կարող են մահացության հասցնել, այդ ցանկը մահացության կարող է հասնել սովորական ատամի ցավը, մահացության կարող է հասնել, չգիտեմ, այսինքն կան նվազագույն ինչ որ մի շեմ, որից սկսած արդեն այս ցանկի մեջ այդ հիվանդությունները պետք է մտնեն։ Մեր խնդիրը այդ նվազագույն շեմը տեսնելն է։ Այս նվազագույն ինչ շեմի արկայության դեպքում այդ հիվանդությունը, հասկանում եք, ուղղակի ասել, որ մահացության են հասցնում այդ ավելի շատը որն է, 100-ից ավելի շատ 101-ն է, բայց 101-ն էլ 200-ից քիչ է, 200-ն ավելի շատ այդ ավելի շատը պետքա տեսնել այդ սահմանը հստակեցում է ուզում։ Մենք դա ենք ուզում ձեզնից ճշտել։ Ինչ հստակ ձևակերպումներ, ինչ հստակ եւ մեխանիզմները, մեթոդաբանություն է դրվել։ Եվ վերջապես մի շատ կարեւոր հարց։ Հիմա դուք չեք ներկայացնում կլինիկական ֆինանսական պրոտոկոլները որևէ բուժծառայություն չեք ներկայացնում ոչ ֆինանսական, չէ, իրականացման։ Հիմա մենք ոնց եք պատրաստում օրենքում էլ այդպես հստակ չկար գրված։ Ոնց է հսկվելու այդ ծառայության որակի ծառայության որակը, ծախսային արդյունավետությունը, ինչպես ենք վերահսկելու, եթե մենք ոնց ենք պատկերացնելու, եթե մենք մեր ձեռքի տակ այդ պրոտոկոլները չունենք։ Մեզ պետք է հասկանալ ինչպես ճշտել չարաշահումները, ինչպես ճշտել ծախսարդյունավետությունը, որովհետև դա վերջի բյուջեի փող է, որը վաղը չէ մյուս օրը պետք է հետադարձ ձևով ներկայացվի այսքան հիվանդություն։ Այդ դայի ոնց ենք անելու, ոնց է վերահսկվելու օրենքի մեջ որևէ կերպ չեն անդրադառնալու ծախսարդյունավետության վերահսկման մեխանիզմներին կոնկրետ հստակ։ Տիկին Գյուղեղան, ձեզ ոչ մի բան չի խանգարում մտնել մեր կայք կամ Arlis եւ ծանոթանալ, նորից եմ կրկնում, հաստատված հրապարակած գործելակարգերին։ Օրենքի տակը գործելակարգերի կցելու
պրակտիկա չի լինում։ Եթե նախագիծա ու նախագիծը դեռ նախագիծա, չէ՞, ձեր Չէ, ասելով։ տիկին Գյուրեղյան, գործելակարգերը Պրոտոկոլներն եմ ուզում, դուք ասում եք նախագիծա։ Հիմա ասում եք ոչ մի բան չի խանգարում նախագիծը։ Տիկին Գյուրեղյան, ես ձեզ նոր խնդրեցի, որ հերթականություն պահպանել եւ հարգել միմյանց։ Մի հատ ձեր լսափողը անջատեք։ Պրոտոկոլները հաստատված են, Խոսափողը հաստատված չի։ Ես ինչ հիվանդության պրոտոկոլով գնամ նայել։ Տիկին Գյուրեղյան, ձեր խոսափողը անջատեք Պրոտոկոլը եւ լսեք։ Մի Ինչ րոպե, ասում, ես ասեմ, որ իմ ասացի վրա ինքը Դուք ասեցիք հիմա ինքը պատասխանում է, Եթե ցանկը Տիկին չկա, Գյուրեղյան, այդ այդպես չի պրոտոկոլը կարելի։ ինձ ինչի՞ սա պետք։ Եթե ես չգիտեմ X հիվանդություն է ցանկի մեջ կա թե չէ, իմ ինչին է պետք որ գնամ նայեմ տեսնեմ այդ X հիվանդության ծախսն ինչքան է։ Ես պետք է իմանամ որ հիվանդությունը կա, որ այդ հիվանդության պրոտոկոլը նայեմ ու հասկանամ ինչպես ուսումնասիրել, ինչպես քննարկել ծախսարդյունավետությունը։ Առաջնային խնդիրը ցանկի մասին է հարցը։ Տիկին Գյուրեղյան ջան, եթե ցանկը ձեզ այդքան հետաքրքիր էր, ինչու մի անգամ չուղարկեցիք հարցում եւ ուզեցիք մեզնից Տիկին Ավանեսյան, դուք բանախարարեք, պարտավոր եք այսօր իմ հարցերին պատասխանել եւ ես իրավունք ունեմ այսօր տալ կամ գրավոր ուղարկել։ Դա ինչ ասելու բան է։ Սա իմ իրավունքն է այսօր տալու, ես այսօր եմ տալիս։ Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ ձեզ, մի հատ հանգստություն պահպանել, չի կարելի այսպես մասնակցել։ Չխառնել գործելակարգերը ցանկերին։ Դուք խառնում եք եւ մեղադրում ինձ խառնելու մեջ, Տիկին Գյուրեղյան, ես ասում եմ, առաջինը ցանկը պիտի լինի, որ ցանկի մեջ ինձ հետաքրքրող հիվանդության գործելակարգը նայեմ, բոլոր հիվանդությունների գործելակարգը այստեղ կապ չունի, ինձ պետք է կոնկրետ այն հիվանդությունների, այն բուժծառայությունների գործելակարգերը, որոնք ցանկում կան, քանի դեռ ցանկը չկա, ես դրանց հետ ծանոթանալու տարբերակ չունեմ։ Բոլորի մեջ ամբողջության մեջ ձեր ասած ես գնամ գտնեմ որ այն հատը այդ այն հատը տվեք որ ես այդ այն հատի մեջ ուսումնասիրություններս կատարեմ այդ շատ լավ հասկանալի է դուք ասում եք ամբողջ բազմությունը տվել եմ ինձ ասում եմ ենթաբազմությունը դուր Տիկին Ավանեսյան, ես շարունակում եմ պնդել, որ պետք է աշխատել 63+-ը հենց առաջին փուլով ներգրավելու համար, որովհետև իմ գործընկերներն էլ արդարացիորեն նշում են, որ 100,000 մարդու մասին է խոսքը։ Հիմա եթե 400,000 գումարած երեխաներ, գումարած հաշմանդամություն ունեցող անձինք ինչ որ ձև հաշվարկվել է, այսինքն եթե օրինակ 12,600-ի փոխարեն 13,000 դրվեր, եթե այդ գումարը, այսինքն հաշվարկ անեինք, հնարավորություն կգտնվեր միանշանակ, որովհետև երբ որ ասում է 65+, պետք է բոլոր թոշակառուները, այսինքն տրամաբանություն պետք է լիներ, հստակ մեթոդաբանություն պետք է լիներ, որ 63+-ը բոլորը ներառված լինեն առաջին փուլով։ Ես հիմա սա, չգիտեմ, գրավոր առաջարկների նաև հնարավորություն է լինելու, սա ներկայացնել եմ նաև գրավոր առաջարկությունների տրամաբանության մեջ։ Հաջորդը ծածկույթի մասին շատ խոսվեց, բայց հիմա տեսեք, ես իհարկե որպես ազգային ժողովի պատգամավոր հասկանում եմ, որ պետք է օրենքը ընդունվի, հետո համապատասխան որոշումը կայացվի, թե ծածկողականությունը մանրամասն ինչպիսի տեսք պետք է ունենա։ Բայց ազգային ժողովի պատգամավորը օրենք ընդունելիս դա իր ձեռքի տակ պետք է ունենա։ Հասկանալու համար ճիշտ հաշվարկ արված, ճիշտ հաշվարկ չի արված։ Օրինակ, եթե սոցփաթեթը 36,000 է, սա էլ մոտավորապես 130,000 է պետպատվերը։ Բա մեր ձեռքի տակ չլինի, հասկանանք, հիմա օբյեկտիվ process է գնում, թե այստեղ ինչ որ խնդիրներ կան։ Ես առաջարկում եմ, մինչև օրենքի ընդունումը, իսկ դա լինելու է հաջորդ շաբաթ, ազգային ժողովի պատգամավորները հասանելիություն ունենան այդ փաթեթին։ Եթե օրենք ընդունելուց հետո դուք պետք է գնա կառավարության նիստում դա հաստատեք, նշանակում է դուք արդեն աշխատել եք։ Պետք է ձեզ մոտ լինի, չէ՞, փաթեթը։ Ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, դուք փաթեթը արդեն ունեք։ Եթե փաթեթն ունեք, կարծում եմ պատգամավորներին փոխանցելու խնդիր չի առաջանում։ Տիկին Գրիգորյան, դուք որպես պատգամավոր իրավունք ունեիք այս տարիների ընթացքում հարցում ուղարկել եւ նախագծային փաստաթղթերին վերաբերյալ կունենայիք հավելյալ պատասխաններ։ Այս նորից եմ կրկնում, ես իմ խոսքում ասեցի, հարց նորից տալու կարծում եմ կարիքն էլ չկա։ Ես շեշտեցի, որ հաշվարկները մեթոդաբանությունը, դրանք ամբողջական մի փաթեթ են, որոնց վրա մենք զուգահեռ աշխատել ենք, աշխատում ենք։ Դրանք օրենք ընդունվելուց հետո կվերջնականացվեն եւ արդեն կդրվեն կառավարության քննարկման եւ ընդունմանը եւ կլինեն հասանելի։ Եվ ընդհանրապես օրենքները ընդունելուց հետո ենթաօրենսդրական ակտերին
կարծում եմ ազգային ժողովը ծանոթ չի լինում, երբ որ օրենքը ընդունում է։ Օրենքը ընդունվում է, հետո ընդունվում են կառավարության որոշումները եւ դառնում են դրանք հանրային։ Ձեր առաջի առաջարկի հետ կապված, գիտեք, այստեղ բան չի էլի, որ այսպես ասես, դե լավ մի քանի հոգի են, դե լավ մի 10,000 դրամ է, դե լավ մի 1000 դրամ է, բա չկա այս ամբողջ աշխատանքը մանրակրկիտ կոպեկ հաշվարկի արդյունք է, որ հնարավոր է դարձել 400,000-ից ավել քաղաքացիների ներառել ապահովագրական համակարգ։ Մենք այդպես մոտավոր բաներ չենք կարող անել եւ ընդհանրապես մեր սկզբունքն է լինել իրատեսական, մեր տված այն ինչ որ մենք երաշխիքներ տալիս ենք, որպիսի լինեն դրանք հստակ եւ իրական։ Այո, մեր ցանկությունն է եղել ոչ թե այսօր, այլ 90 թվից, որ մեր բոլոր քաղաքացիները ունենան առողջության հասանելի ծառայություններ։ Հիմա այս տարիների ընթացքում դրանք ավելացել են եւ այս համակարգն էլ հեղափոխական մոտեցում է բերում, նորից եմ կրկնում, 400,000-ից ավել քաղաքացիների կյանքում։ Չէինք ուզի, որ բոլորը լինեին, իհարկե կուզեինք, եւ ուզելով է, որ մեր նաև վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք կարողանալու ենք հոգանք մեր քաղաքացիների առողջական ծախսերը։ Հիմա եթե մենք բոլորով, ժողովուրդ ջան, մեր բոլոր հարկերը պարտաճանաչ վճարենք եւ ավելի ու ավելի մեր պարտաճանաչությունը մեծացնենք, ապա կկարողանանք ապահովագրենք նաև 63 տարեկանից ավել, 60 տարեկանից ավել քաղաքացիներին։ Սա մեր որոշումն է, սա մեր քաղաքացիների որոշումն է։ Շնորհակալություն։ Ունեք էլի հարց ունեք, Տիկին Գրիգորյան։ Այո, թողեք շարունակեմ, դեմ չեք, չէ։ Տիկին Ավանեսյան, ես առաջարկում եմ իմ կոնկրետ հարցադրումներին եւ առաջարկներին ոչ թե տեղափոխել պաթետիկ ելույթների դաշտ, այլ կոնկրետ արձագանքել։ Օրինակ 64 տարեկան մեր սիրելի հայրենակիցը ինչու հիմա չպետք է ստանա այդ նույն փաթեթը, ինչը ստանում է 65+-ը։ Դուք ասում եք, դա հաշվարկի հարց է, էլի հաշվարկի հարց է, բա ասում եք 4 տարի աշխատում ենք, 4 տարվա մեջ նենց աշխատեիք 63+-ից լներ։ Բայց ձեր աշխատանքը ո՞նց է դրսևորվում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Կամ է, որ ասում եմ, փաթեթը պետք է արդեն ձևավորված լինի, ասում եք, մենք դեռ աշխատում ենք։ Հասկանում եք, հունվարի 1-ից մի ամիս հետո process-ը պետք է սկսվի, դուք դեռ փաթեթ չունեք ձևավորած։ Եկել եք ազգային ժողովին։ Տիկին Գրիգորյան, չէ, բայց դուք էլ մանիպուլյացիաներ մի արեք եւ իմ ելույթներին գնահատականներ մի տվեք։ Ձեր պաթետիկ հարցերին ես կպատասխանեմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խոսեք հերթով։ Ես էլ եմ դա առաջարկում, իմ հերթն էր խոսելու։ Տիկին Ավանեսյան, եթե հունվարի 1-ից սկսած պետք է process-ը առաջ գնա։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դուք մինչև հիմա ոնց չեք ձևավորել արդեն այդ գնացուցակները, ծածկույթ, օրինակ ես սոցփաթեթի մասով հանել եմ։ Ամբողջ ցուցակը կա, գիտենք, որ ծառայության համար ինչքան գումար է նախատեսված, սոցփաթեթը իր մեջ ինչ է ներառում, պետպատվերն իր մեջ ինչ է ներառում։ Հիմա ինչ մի դժվար բան կա, եթե մի ամիս հետո պետքա գործընթացը գնա։ Արդեն դա պատրաստած լինեիք, մեզ էլ փոխանցեիք, մենք էլ իմանայինք, ձեզ էլ գովեինք, ասենք, ես ինչ լավ փաթեթ եք ներկայացնում։ Ինչն է խնդիրը, այսինքն դուք չեք տեսնում, որ դուք ուղղակի մեծ բաց թողում եք ունեցել։ Այսօր ուզում եք ազգային ժողովի պատգամավորը քվեարկի մի օրենքի համար, որի ամբողջական պատկերացումը դուք այս բանը դեռ չունեք, ասում եք մենք աշխատում ենք փաթեթի վրա։ Ես դա կարծում եմ շատ մեծ բաց թողում է։ Ուրեմն ես նախ կխնդրեմ իմ խոսքերը չխեղաթյուրել եւ ես ձեր հարցին կոնկրետ հստակ պատասխանեցի եւ ձեր հարցին պատասխանեցի 4-րդ անգամ այլ մարդկանց պատասխանների շրջանակներում։ Փաթեթները կազմված են, դրանք նախագծեր են, կառավարության ենթաօրենսդրական նախագծեր են։ Ենթաօրենսդրական նախագծերը կվերջնականացվեն, երբ որ օրենքը կհաստատվի։ Մենք, հարգելի Տիկին Գրիգորյան, ազգային ժողովում էլ դեռ օրենքը փոփոխության հնարավորություն ունենք։ Դուք եք ասում, որ գրավոր առաջարկների դեռ տեղ կա։ Երբ որ երկրորդ ընթերցմամբ օրենքը կհաստատվի վերջնականապես, ապա մեր նախագծերը եւս դրան կհամապատասխանեցվեն, գուցե կարիքը չլինի որևէ բան փոխելու եւ կդրվեն կառավարության քննարկմանը։ Ես այս պատասխանը 4-րդ անգամ հնչեցնում եմ, դուք ասում եք դուք չունեք փաթեթ, բայց դա ճիշտ չի։ Ես չեմ ասել նոր աշխատում ենք։ Ես ասեցի, որ
Բա փոփոխությունն էլ աշխատանք ժողովուրդ ջան։ Այո, մենք դեռ ենք աշխատում, աշխատել ենք, աշխատելու ենք, ել ավելի շատ ենք աշխատելու, որովհետև շատ մեծ բարդ համակարգ ենք ներդնում։ Եվ շարունակեմ։ Նորից եմ ասում, որ այս ապահովագրական համակարգը իրենից շատ բազմաշերտ եւ ծանր համակարգ է, որին մենք նախապատրաստվում ենք կառավարության հենց ձևավորման հաջորդ օրվանից էլ, որովհետև այն միայն ֆինանսավորման մեխանիզմ չէ։ Այն, որ մենք արել ենք կապիտալ ներդրումներ, այն, որ մենք արել ենք լիցենզավորման համակարգի վերանայում, այն, որ ներդրել ենք էլեկտրոնային դեղատոմսեր, այն, որ արել ենք անհատական լիցենզավորման համակարգ, այդ ամեն ինչը նաև հանդիսացել է նախապատրաստական աշխատանքներ, որ ունենանք ապահովագրական համակարգ։ Մենք աշխատել ենք, աշխատում ենք եւ աշխատելու ենք։